Այսօր համահայկական հասարակական դաշինքը հանրությանը ներկայացավ ամբողջ կազմով, ձևավորված ծրագրով և հռչակագրով։ Դաշինքն ունի վերքաղաքական և վերկուսակցական բնույթ, իսկ նրա նպատակները գերազանցում են ընտրական փուլերը, պաշտպանելու ոչ միայն պետականությունն ու ազգային արժեքները, այլև երիտասարդների կյանքը, վստահությունը և միասնականությունը, որը վերջին տարիներին ծանր փորձություններ է վերապրել։ Դաշինքն ընդգրկում է քաղաքացիական ու ռազմական ներկայացուցիչներ, հոգևորականներ, հայ կանանց, փորձագետների և Սփյուռքի միավորված համայնքների մասնակցությունը։ Այս բազմահամակարգ ներգրավվածությունն ապահովում է համահայկական տեսլական և ուժ, որտեղ Հայաստանի պետականությունը, անվտանգության ապահովումն ու մշակութային ինքնությունը դիտարկվում են որպես ընդհանուր պատասխանատվություն։ Համահայկական հասարակական դաշինքը գաղափարը պատկանում է իմ սիրելի գործընկերոջը, իմ ընկերոջը, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանին և շնորհակալ եմ, որ ինքը համարձակորեն իր շուրջը համախմբեց Հայաստանի հասարակության կարևորագույն ուժերին։ Ուզում եմ նախապես ասել, որ մենք երկար ենք մտածել պարոն Կարապետյանի հետ, թե ինչը ավելի կարող է արդյունավետ լինել և շատ չնմանվել այն փորձերին, որ ցավոք սրտի ձախողվում են, փորձել ենք հիմնական շարժիչ ուժերը ներգրավել հանրության։ Եվ ինքներդ եք հասկանում, որ առանց երիտասարդության որևէ նախաձեռնություն չի կարող ունենալ հաջողություն։ Հռչակագրում ընդգծվում է, որ Հայաստանի կառավարումը պետք է ամրապնդի ազգային ինքնությունը, սոցիալական արդարությունը և ժողովրդագրական կենսունակությունը մարդակենտրոն և թիրախավորված քաղաքականության միջոցով։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է մնալ ազգային ինքնության ու բարոյական ուղեցույցի հիմք, իսկ Արցախը դրվում է արտաքին քաղաքականության առաջնահերթության վրա, պաշտպանելով վերադարձի իրավունքը և հետապնդելով արդարադատությունը միջազգային հարթակում։ Սփյուռքի ներգրավմամբ դաշինքը ձգտում է ամրապնդել հայության հոգևոր, տնտեսական և քաղաքական միասնությունը, ստեղծելով համահայկականության նոր որակ։ Դաշինքի ներկայացուցիչները ծրագրում են կազմակերպել ոլորտային քննարկումներ, որոնք ուղիղ ազդեցություն կունենան քաղաքական, մշակութային և հասարակական կյանքում։ Ուրեմն առաջի կետը, որը մեր սկզբունքների մեջ է, դա Հայաստանի Հանրապետության, ես ուզում եմ ուղղակի կարդալ, որպեսզի սխալ բան չի լինի, ինքնիշխանությունը, նրա անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չի կարող հանդիսանալ որևէ սակարկության առարկա։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները և պատմական տարածքները պետք է պաշտպանվեն ռազմավարական հստակությամբ և աննահանջ վճռականությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող յուրաքանչյուր որոշում և գործողություն պետք է առաջնորդվի բացառապես հայ ազգի ու հայկական պետականության գերագույն շահերով։ Պրոֆեսոր Մանասերյանը նաև նշեց, որ Հայոց տունը պատկերավոր ասած ներխուժման է ենթարկվել։ Այն արժեքները, որոնք դարերով պահպանվել են, ազգային, հոգևոր և նյութական, վնասված են կամ փորձում են վնասել։ Նրա խոսքով ամենաթանկը երիտասարդների կյանքերն են, ինչպես նաև մարդկանց միջև վստահությունը, որը վերջին տարիներին ամենաշատն է տուժել։ Նա հավելեց, որ արդար վաստակով աշխատելով նրանք փորձում են շենացնել Հայոց տունը, սակայն հաճախ վերադառնալուց տեսնում են այն ավերված։ Մանասերյանը նաև ընդգծեց, որ նման իրավիճակում անհրաժեշտ է ճշմարիտ և պատասխանատու մոտեցում որդեգրել ի շահ բոլորի։ Յուրաքանչյուրս մեր մեջ պետք է ուժ գտնենք, հասկանալու, որ ցավը չպետք է պառակտի մեզ, ցավը պետք է միաբանի բոլորիս, և հավատքը ավելի պետք է զորացնենք մեր մեջ, որպեսզի շիտակ նպատակին կարողանանք հասնել։ Համահայկական հասարակական դաշինքը միավորում է բոլոր հայերին, կոչ անելով պահպանել ազգային արժեքները, պաշտպանել երիտասարդների ապագան և համախմբել մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ուժեղ, կայացած ու միասնական Հայաստանի համար։